Սերյան Օհանյանն է այդ կերպ հաստատի որոշել, որ պետք չի մասնակցել, որովհետև խմբակցության փաստորեն ղեկավարներ եւ նա որոշել է, որ չի լինելու։ Ես որքան տեղյակ եմ, պարոն Օհանյանը նաև տվել է հրապարակային պարզաբանում այդ առումով, այո, թե նոր մարդկանց հնարավորություն տալու առումով եւ թե նաև որ պարլամենտական աշխատանքից դուրս այլ աշխատանք էլ կա։ Եվ նաև շատերի, այսպես ասած, պատասխանն է սա, որ այդ մանդատների համար եք դուք մնում եւ այլն, չէ, մանդատը բացարձակ կապ չունի պայքարի հետ։ Պայքարը կարևոր է, անհրաժեշտ է ու պիտի տանել։ Ուղղակի համար վեճեր եղել են, թե ոչ, որովհետև դուք կարծես թե ակնարկեցիք այդ մասին, որ մանդատի համար չենք գալիս, այլ իշխանափոխության, եւ նաեւ այն հանգամանքը, որ Գառնիկ Դանիելյանն էր 14-րդ տեղում, հետ չէ իր համար իր առումով, քանի որ նա ակտիվ падգամավոր է եղել, շատ է հանդիպում քաղաքացիների հետ եւ փաստորեն վերջին հորիզոնակը Ես որևէ վեճի մասին չասեցի, չէ։ Բնականաբար ցանկացած ընտրություններից առաջ նման քննարկումը ինքնին ծավալուն է, դժվար է եւ այլն, բայց վեճի մասին բացարձակ չկա խոսք։ Ես իմ մասով ասեցի, իմ որոշման մասով եւ համարում եմ, որ նույնիսկ եթե օրինակ օրենքով պահանջվեր, որ համագումարը պետք է հաստատի 50 տեղը, ես խնդրեի, որպեսզի ինձ 50-ում դնային։ Դա էլ էր տարբերակ, դա արդեն չկարողացա ընկերների պնդումներին այդտեղ չէ, այդտեղ արդեն չէ, ասեցին, որ դե անպայման գոնե ցանկի վրա լինես, որովհետև բոլորն էին դեմ, որ ես հետ տեղերում լինեմ, դա իմ որոշումն է եղել։ Գառնիկ Դանիելյանը ինչու է 14-րդ տեղում, քանի որ ամենաակտիվ պատգամավորներից է։ Դիլներ, չէ, իզնից առաջ չեն։ Լավ չի բա։